Եթե ասվում է, որ միևնույնն է պատերազմ լինելու, այդ նշանակում է դու ընդունում ես, որ դու պետություն չունես։ Դեռ չի կարող վարվող քաղաքականությունը արդյունք չունենալ։ Միայն այն դեպքում արդյունք չունի, երբ որ քեզանից բան կախված չի, այսինքն դու պետություն չունես, ոչ պետական վիճակում ես։ Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկանում ինչ է ասում այդ ծառումով։ Նախ եկեք արձանագրենք, որ այդ փաստաթղթերի հրապարակումը նույնիսկ պատշաճ մակարդակով չի արվել, շատ թերի է, վստահ եմ մանիպուլյատիվ նպատակներով, որպեսզի կարողանան իրենց կողմից արված շահարկումները էլի առաջի պլան բերեն, օրինակ Քիվեսի փաստաթուղթը չկա։ Լրիվ չեմ հասցրել ծանոթանալ, բայց կարծես թե պրոային գործընթացի առանցքային ինչ-որ փաստաթղթեր չկա։ Ինչի՞ չեն զետեղել 95 թվականի ՀԱԿ գործող նախագահի հայտարարությունը, որտեղ ֆիքսվում է Արցախի սուբյեկտությունը եւ այլն եւ այլն։ Կամ Լիսաբոնի գագաթաժողովի հռչակագիրը հրապարակում են եւ ՀԱԿ գործող նախագահի հայտարարությունը, բայց չեն հրապարակում վետոից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը։ Այսինքն ամեն ինչ թերի կիսատ-պռատ հրապարակել են։ Երկրորդը չի պատշաճում, որ պետությունը փաստաթղթեր հրապարակվի այս կամ այն թերթին հղում անելով կամ թերթից վերցված, ինչու իրենք այդ ինչ փնթի են աշխատում, որ չեն կարողացել այդ փաստաթղթերը համակարգել։